երրորդներից եկել աշխարհուսան։ Մտածելով թագավորը կուրախանա ամբողջ հյա ժողովուրդը կուրախանա, որտեղ Մեսիան է գծանել, Քրիստոսն է գծանել։ Բայց հակառակ իրար չիմացան։ Եվ գրված է Հերորդեսը, եւ ամբողջ Երուսաղեմը խռովեց։ Ինչ է նշանակում խռովեց։ Տրտմեց, վշտացավ, ոնց կլինի։ Այդ թագավորությունը ժառանգական է, համաձայն եք, որ այդպես եղել։ Հիմնական թագավորները որ եղել են ժառանգական են։ Իրանից հետո իրաց որդին։ Դրա համար Սավուղը հալածում էր Դավիթին, որ գիտեր, որ ինքը մի թագավորն է, բայց իր ժառանգը չէր։ Իր որդուն Հովնաթանն ասում էր, որ ասում էր հետևյալը, վերջը ինքն է թագավորին է, դու հեչ չես մտածում քո մասին։ Պայքարը դա եղել է որտեղից, ով կար ասել, որտեղից է սկսել պայքարը։ Երկնքից։ Արուսյագը ուզեց իր աթոռը բարձրացնել ասունաթողից վայր ընկավ։ Այդպես եղել բոլոր դարերում։ Միջ անգամ իր ազգի երեխաների մինչև 2 տարեկան կոտորել տվեց։ Եղբայրներ հետամուսների մեջ դրան բան չկա, չի եղել, Աստվածաշնչում կարդում ենք։ Մի թագավոր իր ազգի երեխաներին կոտորի։ Բայց հրեար ժողովրդի թագավորը Հերորդեսը կոտորեց մինչև 2 տարեկան։ Հր մտածիչ ողջ եղել հրաների մեջ, ողջ եղել, մի տան մեջ միգուցե կարող է երեխային եղել։ Մեկը կարող է, կարող ինչի մեկ երեխա, կարող ասեմ մի քանի հարցներ եղել, ամենից երեխա տղաներ կան, սաղը կոտորվեցին, Քրիստոսով եղբայրներ քույրեր, սա է մարդկային բնությունը, ստեղ որ կարդում ենք, հիշում ենք, որ թագավորը որ մահացավ, իր ժամանակի պատճառին չեմ ուզում կարդալ, մահացավ ուներ 70 տղաներ, աղջիկների մասի չի գրած, իր աղախինից ծնված ինչ արեց, Աբելմելեքը ժողովրդի սիրտը փոխեց 70 երեխաների, տղա երեխաների մի քարևյաս սպանել տվեց։ Եվ ինքը թագավոր եղավ, 3 տարի թագավորեց, պատերազմի ժամանակ Պարիսպիտակը որ կանգնել էր, Պարիսպի վրայից մի հատ կին գրված է քարը գլորեց ընկավ գլխին։ Նա զինվորը ասեց ինձ սպանի, որ հանկարծ չասեն, որ կնոջ ձեռով գնաց իր մարդը։ Ինչ է Սելման ինչ պետք է ու գրած է, ինչ որ ինքն արեց, Աստված իր գլուխը բերեց։ Աստված օգնի, ես ինչ եմ արուզեց ասեմ։ Ասոց զոր ձերքի տակ մենք ինչ պիտի անենք։ Նա դուք ասենք, խոնարհվենք թե բարձրանանք։ Խոնարհվենք որտեղ ինքն է բարձրացնի։ Խոնարհի շնորհք է տալիս։ Դրա համար Մայրամն ասեց, երբ որ հրեշտակն ասեց ով շնորհակալ կուս կանանց միջոցն անես։ Ասեց Տերը իր աղախինին գեղեցկությանը նայեցավ, այդպես է գրած, ոչ։ Խոնարհությանը նայեցավ։ Խոնարհ ասումոտ բարձր։ Հիսուսը դրա համար Աստված ես զարմանում եմ մեկ մարդկային գաղափարում չի տեղավորի, չի էլ տեղավորի։ Ոնց հնարավոր է ամեն բան Աստված ստեղծել է, բայց իր որդու տեղ չկար։ Այդպես թագավոր չի եղել, ծնվի որ երբ գոմսուրում ծնվի, այդպես բան կյանքում չի գցել։ Բայց երկինք տարածող Աստված որ երկինք իր աթոռն է, երկիրը ոտքելու պատվանդան, այդպեսի Հիսուսած իր որդուն ուղարկեց այդ ճանապարհով, որ մենք հասկանանք, քույրեր մանավանդ խնդրում եմ։ Ամեն անգամ եթե մի դժվարություն եղություն կլինի, միշտ հիշեք Քրիստոսի ծնունդը, տարի մի անգամ չի։ Միշտ հիշեք, Տեր, այդտեղ չունեցան կողմեսուրում, անշուք կա, անասունների կողքին, լուսավեցի եկար նպատակը որ մեզ փրկես, որ մեզ հավիտական թագավորներ եւ քահանաներ անես։ Սա է Աստծո ծրոշքը։ Մյուսը Սիմոն ծերունի որեցեց երեխան ինչ ասեց։ Այս մանուկը շատ հնելու ելնելու, հետո շատ շատերը բացվելու, աներ գաղտնիքներ բացվելու, եւ շատ հակառակության նպատակ դինամարի ծնվել։ Այդպես է եղավ։ Հենց ծնված օրվանից արդեն հալածանքներ միջև խաչելությունը։ Այդ ճանապարհով Քրիստոս անցավ, եւ մեզ թողել է ճանապարհը, որ մենք անտրտունջ հետևենք, երբեք չի եղել։ Երբեք սովորաբար ձեր հսովի օրեր չի եղել, դժվար օրեր չի եղել։ Աստված օգնի, որ միշտ պատրաստ լինենք ամեն ինչի դիմավորելու, ոնց ասած, որ ասում փարտան։ Դա է Տիրոջ կամքը, դա է Տիրոջ կամքը։ Միտեղ էլ ուզում կարդալ եւ հետո կարմի կաղուտքել։ Չլինի իրոք որ այդ բանը մեր վրա էլ կա, մենք էլ այդպեսի վիճակում ենք։ Ու դա այդ հաղթում շատ կարևոր համար կա։ Ու դա գիտեք, թողտը մի գրություն։ Ես պետք է կարդամ, որից եմ ասում, եկեք այդ խոսքերի վրա քննություն արեք, ասեք ու խոսքից։ Ինչպեսի հավատացյալներ եղել են եւ հիմա կան։ Զգուշ եղեք մենք այդ շարքի մեջ չմտնենք։ Աստծո ձեր սիրո խնջույքների մեջ, դեպի սիրո խնջույքների մեջ են հավատացյալների հետ են, ազգված արատներ են։ Ինչ են արատներ։ Ու երբ ձեզի հետ երեխումիկ նստին, այն երկու իրենց անձը կերակրին, մարմնավոր հավատացյալներ,
Անջուր ամպեր, ինչ է նշանակում, ամպեր, հավատացյալ է, բայց օգուտ չկա, ջուր չկա, անջուր ամպեր, մյուսը, հովերեն քշված, պտուղները կորցրած ծառեր, բերք չունեցող, երկու անգամ մեռած, արմատեն խլված, ծովու կատաղած ալիքներ, շատ հավատացյալի մեջ կա բարկություն շատ մեծ, բարկությունը չի զսվում, ծովի կատաղած ալիքներ, որոնք իրենց անձերուն ամոթը կփրփրացնեն, մոլորական աստղեր, որոնց համար խավարի մեկը պարված է հավիտում։ Ինչպես Եսավ հիշում եք ինչ արեց, Անդրանիկ ճանապարհ իր բանը ծախեց, վերջը չասեմ, մի հապուր մի սպաս հապուրը, բայց հետո չվերականգնավ, չեկավ էլի։ Եվ գազետերում լացող խնդրեց, մարմնավոր վիճակիր։ Աստված զորացնեց ես այս տարեկան արմիջան տարի։ Ամոթ կարեք, որ ձեր ընտանիքները նորապ աշխարհեն։ Դուք լուրջ որ մենք դարսի կա, մեր ընտանիքները կապ աշխարհեն։ Ընտանիքները ապաշխարից հետո յուղերը կարտանան, ազգը կարտանան, ժողովուրդը կարտանան։ Սա կախված է մեզանից եւ եկեղեցուց։ Եղբայրներ քույրեր, Աստված օգնի։ Նորից եմ կրկնում, Տիրոջը մոտենալ ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտերը չարխաչեն մաքրված։ Մոտենանք ասում, եթե մեկն ասի անկած ես կանգնած եմ, զգուշ եղեք որ չմնեք։ Զգուշ եղեք։ Եղբայրներ քույրեր, ոչ մեկը մեկից լավը չի։ Եթե մեկը ընկել է մեկ վիճակի մեջ հատվել, մի դատվեք։ Երբեք մի մեղադրեք, որովհետև նորից եմ ասում, ամոր հաստատու կանգնած զգուշանա, որ չմնի հարգացնելի։ Զգուշ եղեք եւ մի բան եք խնդրեմ, հակառակորդի տեղի տվեք։ Գիտեք ինչ անում։ Մի հատ եւ քույրիկ ունենք, ամուսին շուտից բաժանված շտայներն, չի երկու պատան երեխաները գալիս են միշտ պաշտպանում։ Երկուսն էլ փողեցին Տիրոջը։ Անցավ ժամանակ եկան, երկուսն էլ զղջումով խոստովանություն արին։ Ասի մամկա եղբայր, մեր թայ, այս տարիքը որ մենք կանք, աշխարհի երեխաները կան մեղքեր չգործածին, չկա մենք այս կար ժամանակում։ Ինչի համար է գրված, երբ որ հարդարված է տունը, մաքրված է, հետո ինչ անում սատանան։ 7 անգամ ավելի վետար անում, ավելի գցում մեղքի մեջ, փոխության մեջ։ Եղբայրներ քույրեր, ովքեր տեղ տվեցին, հիմա Հերոդեսը Դադաստանի ժամանակ ոնց է երեխեքի հետ պատասխան տան։ Եղբայրներ քույրեր, տեղ մի տվեք, մոտեցեք ասում, հակառակեցեք, հակառակենալ նշանակում է նրա կամքը մի կատարեք, եւ ձեզանից պետք է պահչեք։ Եթե սովորաբար դու այդպես չանես, ինչքան ուզում ես ասա հետից գնա, նա հետից չի գնա, առաջ կգա, որտեղ իր կամքն ես կատարում։ Դա դեռ կար վկայություն։ Մեկ եղբայրս մեկ օր ապաշխարել է, բաժարանում աշխատել է, գողություն շատ արել, բայց որ հավատքի եկել, այն որ ասում է մեծ գողություններ չի արել, բայց փոքր գողություն մտածել է գողություն չի, դա մինի գողություն է, մինի, գիտեք ինչ բան է, փոքր, ոսերը մինի։ Նա իմացել է, որ եղբայրները աղոթքին անում այդ քույրիկի մոտ, նոր աշխարհից եկել է դիվար եղել, չարով բռնված։ Ծովով աղոթքին արել, եղբայրը եկել է, Հիսուս անո հրամայում է, սատանան պարզ այդ կնոջ միջոցով խոսել է, անուն պատո էին ասում, թող գող պատո, սատանան է խոսել։ Համին կամքն ես կատարում, համեգել ես հրամայեցինց դուրս գամ, դուրս չեն գա։ Հակառակորդ կամք կատարելով, ուզում ես հրամայես, որ քեզ լսի, չի լինի։ Եղբայրներ քույրեր, Աստված օգնի։ Եղբայրը ճիշտ ասել, խավարը տան խավարը, ոչ սպիտակը պրոստինով, ոչ ադյալով չես կարող անես։ Մենակ ինչով, միայն լույսը, բարեցի գնաց։ Աստված օգնի, խնդրում եմ ձեզի, նախանձավոր եղեք ապաշխարության համար, սրբության համար, մաքրության համար։ Միշտ ձգտեք ճիշտ կյանք ապրեք Աստծո առջև։ Մենք մեզ կարող ենք խաբել, բայց Աստծո ոչ մեկ չի խաբել։ Մի հատ էլ բան, մեր Քուչանի Սարգիսը ունեցել որ առաջին եկեղեցու նոր ծերեր Հայաստան մարդությունը, ասել Ռուսաստանում մարգարեության պարգև ունեցողներ կան, որը ինչպես Սիմոնի միջոցով դեր հայտնեց, որ շատ սրտերի խորհուրդների հայտնի կա։ Ասել է որ շատ մեղքեր բացահայտվում են այնտեղ։ Գիտեք ինչ, մի ամի դեր է եղբայր, ասա ժողովուրդ մենք ասում շատ էի փարտանք, որ մեր մեջ մարգարետ չկա, թե չէ մեր վիճակը բացվի, խայտարականի բոլորը, կան մեկ աղոթք կան, դեն ասեն անհամար է։